իսկապես շատ կարևոր է սիրելիներ, մենք անկախ նրանից քանի տարի ենք հոգևոր ընթացքի մեջ, քանի տարի ենք այդ կյանքի մեջ, բայց յուրաքանչյուրիս կյանքերի մեջ կան իրավիճակներ, որ երբեմն մեր կյանքերում լինում է, որ մեր կյանքի են պարիսպները, որով մենք պաշտպանված ենք, որոնք մենք իսկապես կառուցել ենք, պահին է գալի, որ դրանք կարծես քանդվում են, եւ մենք կարիք ունենք վերականգնելու, եւ մենք կարիք ունենք նորից աշխատելու։ Շատ անգամ մենք մի ճանապարհ ենք անցնում, գին ենք վճարում, հասնում ենք մի հոգևոր մակարդակի եւ հասկանում ենք, որ վերջ, արդեն մենք այստեղ հաղթահարեցինք, մի բարիեր անցավ, մի ընթացք անցավ, բայց գալիս է մի պահ, որ դու նորից բախվում ես ինչ-որ խնդիրների, իրավիճակների, որի համար կարիք ունես նորից հաղթահարելու։ Եվ մենք իսկապես հոգևոր կյանքը իմանա, որ ամբողջ կյանքը դա պատերազմ է։ Դա պատերազմ է, եւ մենք չենք կարող մեր ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ միևնույն է Տերը անելու է, Տերը հավատարիմ է, Տերը սիրող Հայր է, ինքը մեզ տվել է զորություն, իշխանություն, եւ գիտեք, բաներ կա, որ ոչ թե Տերը պիտի անի, այլ մենք պիտի անենք։ Մենք մեր իշխանությունը պետք է կարողանանք ճիշտ գործադրել եւ կարողանանք մեր իշխանությունով կանգնել այն բոլոր խնդիրների առաջ եւ կարողանանք հաղթահարել։ Շատ անգամ ենք սպասում ենք, որ Աստված պիտի դա անի, մեր փոխարեն ուրիշ մեկ անի, ինչու է Տերը թույլ տալի, որ մենք անենք դա, որովհետև մենք պիտի մեր դասերը ճիշտ սովորենք, ամեն։ Մենք պիտի կարողանանք ճանաչել հոգևոր աշխարհը։ Նախ ամեն բանից առավել մենք պետք է կարողանանք հասկանալ թշնամու ռազմավարությունը։ Եթե դու քո թշնամու ռազմավարությունը չճանաչես, դու չես կարող իր դեմ կռվել ճիշտ ձևով։ Միգուցե քո փորձառությունով կռվես, միգուցե քո սովորությունով կռվես, բայց շատ կարևոր է, որ դու իմանաս քո կանգնած ուժը ինչպիսին է եւ ինչ ուժ դու պիտի այդտեղ գործադրես, որպեսզի հաղթություն ունենաս, ամեն։ Պատգամից վերնագիրն է վերականգնիր քանդված պարիսպները եւ շատ կարևոր է, որ մենք հասկանանք որտեղ է որ փլուզվել է, որտեղ է որ կյանքի պարիսպները քանդվել են, ինչ ոլորտներում է, որտեղ եմ ես դուր բաց թողել, որտեղ եմ ես սխալ թույլ տվել եւ ինչ է իմ անելիքը, որպեսզի ես կարողանամ այդ հաղթությունը ունենալ, ամեն։ Ես ինքս լինելով ընդհանրապես պատերազմող հոգևոր դաշտում, պատերազմող անձնավորություն, բազմաթիվ անգամներ տեսել եմ Տիրոջ հրաշքները, զորությունները, բժշկությունները, բայց պահեր են եղել, որ կանգնել եմ մի խնդրի առաջ ու ասել եմ Տեր, այս փոքր խնդրի եղածը ինչ է, որ ես հիմա այս պահին չեմ կարողանում հաղթահարել, եւ որն է պատճառը, ինչպես ես պիտի մոտենամ, եւ Աստված մի բան է սովորացրել ճանաչել թշնամու ռազմավարությունը։ Երբ որ մենք ճանաչում ենք թշնամու ռազմավարությունը, մենք շատ ավելի հեշտ ենք պատերազմում, մենք շատ ավելի հեշտ ենք կարողանում հաղթահարել, ամեն։ Ես կարծում եմ, ես մենակ չեմ այս ամեն ինչի մեջ, մենք բոլորս ենք բախվում այս խնդիրներին, մենք բոլորս ենք ունենում դժվարություններ, խնդիրներ, իրավիճակներ, որ միգուցե քեզ թվում է, որ քո փորձառությունով նորից դու կանցնես։ Քո փորձառությունը քեզ թույլ կտա, որպեսզի դու անցնես, բայց մեզ սիրելիներ, ոչ միայն փորձառությունն է, այլ երեք բան՝ օծություն, փորձառություն եւ հավատք, ամեն։ Սրանք շատ կարեւոր են, որ մենք կարողանանք այս ձևով ճեղքել, այս ձևով հաղթել, որովհետեւ միգուցե ես մի տեղ լինեմ եւ չկարողանամ այդ հարցի լուծում տալ։ Եվ պետք է նաև հասկանանք, միգուցե մենք ինքներս ենք շատ անգամ դուր բաց թողում։ Տեսեք, Ժողովող գրքի ուրեմն 10-րդ գլխի 8-րդ համարը այսպես ասում. ով որ փոստը թորե, մեջը կընկնի, եւ ով որ ցանկը քանդե, օձը նրան կկծի։ Սիրելիներ, շատ անգամ մենք ինքներս ենք այդ փոստը թորում, մեր անհավատություններով, մեր թերահավատություններով, մեր շատ կներեք, բայց արխային վիճակով։ Երբ որ մենք արդեն սովորում, գիտենք, որ դեցել պիտի լինի եւ ինչ ենք անում, մենք մեր զենքերը վայր ենք դնում շատ անգամ, մեր պատերազմը թուլացնում ենք, որևէ սահման, որտեղ կա կռիվ, պատերազմ, եթե դու քո ուշադրությունը թուլացնես, քո ռազմավարությունը թուլացնես, դու կպարտվես։
Եվ նույնը մեր հոգևոր կյանքն է, այո, մենք լարված չենք անում այդ ամենը, բայց դա մեր ապրելակերպն է։ Մենք պիտի կարողանանք ճիշտ ձևով առաջնորդվել, որպեսզի թշնամին ոչ մի տեղից մեր կյանքերի մեջ խնդիրներ չբերի եւ մեր կյանքերի պաշտպանությունը ուղղակի չքանդվի։ Ամեն շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ այս ամեն ինչը եւ մեր այդ հոգևոր կյանքի ընթացքում մեր փորձառությունները տարբեր են լինում, սիրելիներ։ Եվ բայց մենք ունենք Աստծո խոսքը, որը մեզ նախազգուշացնում է, սովորեցնում է, ուսուցանում է, մենք կարիք ունենք իսկապես սովորելու, հասկանալու ինչա մեր անելիքը, որն է մեր անելիքը, ինչպես մենք պետք է շարժվենք։ Նահոմի գրքի 2-րդ գլխի առաջին խոսքը ասում է. խորտակող ա վեր գալիս քեզ դեմ, պահիր Պարիսպը, ճանապարհին նայիր, պետք մեջքդ պնդացու ուժդ շտզորացու։ Տեսեք, հստակ մեզ տալիս է ուղղորդությունը, նա գալիս է, խորտակողը միշտ է գալիս, եւ որն է մեր անելիքը, պահիր Պարիսպը, կարևոր բան, որ չխասնի նրան, որ քանդվեն այդ պարիսպները, եւ որն է ուշադրությունը, հսկողությունը, ճանապարհին նայելը, մեջքդ պնդացու, այսինքն Աստծո խոսքով միշտ ոտևորվիր։ Աստծո խոսքը քո զորությունն է, Աստծո խոսքը քո ուժն է, Աստծո խոսքով դու ոտևորվիր, միշտ քո դավանությունները, հռչակումները, Աստծո խոսքը, հավատքը վերցնու կանգնիր։ Գիտես, բավական է, որ դու ունենաս թերահավատություն, այդ պարագայում ինչ որ միտեղ սկսես կասկածել, թերահավատություն մոտեն, դա պատճառը, բաց դուր է, որի պատճառով կքանդվեն այդ պարիսպները։ Դա պատճառ է, որի պատճառով թշնամին կներխուժի եւ կհասնի այն սահմանած կետը, որի մեջ կբերի ավերումներ եւ վնասներ։ Բայց երբ որ մենք ուշադիր ենք, մենք հսկում ենք անում, մենք տարում ենք ճանապարհին, մենք մեր մեջքը Աստծո խոսքով պնդացնում ենք եւ ինչ ասում, ուժը շատ սորացրու։ Եթե դու 1 տարի առաջ ունեիր մի ուժ, որով դու կարողանում էիր աղոթել, կանգնել, այսօր դու այդ 1 տարի առաջվա ուժով չես կարող առաջնորդվել։ Դու այսօր կարիք ունես ուժդ շատացնելու, ամեն, այսինքն մեր հարաբերությունը Աստծո հետ ուժեղացնելու, մեր աղոթքի կյանքը ուժեղացնելու, մեր պարգևները ավելացնելու, զանազանություն ունենալու, պարգևներ ունենալու, ուժ ունենալու, իշխանությունը ավելացնելու, ամեն, գիտեք, եթե մենք չճանաչենք մեր իշխանությունը, սիրելիներ, մենք կլինենք խաբված հավատացյալներ եւ մենք կլինենք կործանված հավատացյալներ, որովհետեւ սատանան շատ լավ է ճանաչում քո ուժը, սատանան շատ լավ է ճանաչում քո իշխանությունը, ովքեր էին Սկևայի որդիները, նրանք ինչ էին, քահանայի որդիներ էին, բայց նրանք տեսել էին, լսել էին իրանց հոր վարվելակերպը, ինչպես էր աղոթում, ինչպես էր ծառայում, իրենք էլ փորձեցին դևերին դեմ կանգնել եւ ինչ եղավ, գրված է, որ ասում է, հարցակվեցին, ծեծեցին, շորերը պատառոտեցին եւ ասեցին Հիսուսին, գիտենք Պողոսին ճանաչում եք, դուք ով եք։ Ես միշտ այս խոսքը ասում եմ եւ շատ եմ ուզում, որ յուրաքանչյուր Աստծո մարդ, Աստծո զավակ հասկանա եւ ճանաչի իր իշխանությունը, որքանով ես դու ճանաչված հոգեվոր աշխարհում, որքանով է Աստված քեզ գիտի, դու իր զավակն ես, իր որդին ես, իր արյունով գնված ես, բայց արդյոք սատանան քեզ գիտի, արդյոք ինքը քեզ ճանաչում է եւ արդյոք ինքը քեզանից սարսափում է։ Եթե դու հոգեվոր աշխարհում, դիվային աշխարհում վտանգ ներկայացնող անձնավորություն չես, ապա խոցելի ես, ապա ինքն է վտանգավոր քեզ համար, որտեղ ինքը բաներ կանի, որովհետև մենք իրավունք չունենք թերագնահատելու թշնամու ուժը, ամեն, բայց մենք պիտի հասկանանք, թե ինչ ուժը Աստված մեր ներսում դրել, ինչ զորություն է Տերը մեր ներսում դրել, ինչ կարողություն է Տերը մեզ տվել եւ ինչպես մենք դա պետք է գործ դնենք, ամեն, որտեղ էլ որ լինես, ինչ իրավիճակի մեջ էլ որ լինես, դու կարիք ունես ուժդ շատացնելու, դու կարիք ունես հավատքդ ավելացնելու, դու կարիք ունես իշխանությունդ մեծացնելու, դու կարիք ունես, որպեսզի կարողանաս, երբ որ կանգնես ու ասես Տեր, դու իմ առաջից գնացողն ես, դու իմ թիկունքը ծածկողն
ես, դու իմ առաջից պատերազմը վայելում ես, ես ապավինում եմ քեզ։ Աստծո խոսքի սուրությունը դարձնես եւ առաջ շարժվես, որպեսզի թշնամին որևէ ձևով քո կյանքը չկործանի։ Այո, մենք ունենք խնդիրներ, դժվարություններ, մենք բախվում ենք այդ ամենից, բայց մենք հաղթահարում եւ առաջ ենք շարժվում, ամեն։ Մենք բոլորս, որովհետեւ մենք մի մարմնի մեջ ենք ապրում, մի աշխարհում ենք ապրում, որ անհնարին է մենք այդ բախումները չունենանք, բայց Տերը մեզ իշխանություն է տվել, ինչպես իր խոսքում ասես, չէ, ես ձեզ իշխանություն եմ տալիս։ Իշխանություն եմ տալիս դևերի վրա, ես ձեզ իշխանություն եմ տալիս օձերի ու կարիճների վրա, Տերը մեզ այդ իշխանությունը տվել է սիրելիներ։ Ճանաչենք մեր իշխանությունը, ամեն։ Գիտեք սիրելիներ, իզուր չէր, որ 5 տակարանյան ժամանակներում մենք հանդիպում ենք, որ ծերերը նստում էին ինչ դարպասների մոտ եւ հսկում էին երկն ու մուտքերը քաղաքի, ամեն։ Մենք գիտենք, որ նստում ենք եւ առանց այդ ծերերի իրավունքի որևէ մեկը չէր կարող քաղաքը մտնել կամ դուրս գալ։ Ինչ ենք մենք անում, ով է գալի քո տունը, ինչ ազդեցություններ է բերում, ինչ դուր է բացվում, ինչ ավերումներ է բերում, ում հետ է շփվում, դու ուր ես գնում, ընդհանրապես այս ամեն ինչը շատ կարևոր է սիրելիներ։ Աստծո խոսքը ասում է, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը, ասա ընկերը տող ասեմ ով ես դու, սիրելիս անհնարին է, ում հետ որ դու շատ շփվում ես, անհնարին է, որ դու իրենից չլսես, չտեսնես, եթե քո մեջի ուժը շատ է, ավելին է, մեծ է, ապա դու կազդես այդ մթնոլորտի վրա, այդ անձի վրա, բայց եթե նրա մեջի դիվային ուժը մեծ է եւ դու քո վրա չես աշխատում, դու մնում ես, դոփում ես նույն տեղում 3 տարի առաջ նույն հոգևոր վիճակում էիր, 1 տարի առաջ նույն հոգևոր վիճակում էիր, հիմա էլ նույն հոգևոր վիճակում ես, ապա դու խոցելի ես։ Ամեն, եթե դու չես աճում, եթե դու քո վրա չես աշխատում, եթե դու քո կյանքի վրա հսկում չես անում, ապա թշնամին միշտ ունի հարձակումներ բոլորիս կյանքերի վրա։ Ամեն, դրա համար մենք զգուշանանք, սթափ լինենք, արթուն լինենք, որպեսզի անօրենը որևէ ձևով մեր կյանքերի վրա չբերի այդ ավերումները, սիրելիներ։ Թույլ տանք, որ Աստված իսկապես գործի եւ մեզ տա սթափություն, մեզ տա զորություն, մեզ տա կարողություն առաջ շարժվելու, պայքարելու։ Եթե դու համարում ես, որ քո կյանքում ավարտված է արդեն, ինչ որ գիտես, ինչ որ սովորել ես, դե արդեն ես մեծ եմ, դե ինչ ժամանակը չի, ամեն ժամանակ կան պատճառաբանություններ, ոչ սիրելիս, մենք միշտ Տիրոջ մեջ սովորելու կարիք ունենք, ամեն, մենք միշտ աճելու կարիք ունենք, կապ չունի դու 60 տարեկան ես, 70 տարեկան ես, Քաղեբը քանի տարեկան էր, որ դեռ տարածքներ էր գրավում եւ դեռ պատերազմելու կարողություն ուներ, 82 տարեկան էր, եթե չեմ սխալվում, սիրելիներ, 86-ակներ, եւ մենք ոչ մի տարիքում պարտվելու կամ հանձնվելու կարիք չունենք, իրավունք չունենք, ամեն ժամանակ մենք պիտի կարողանանք աճենք, առաջ շարժվենք եւ մենք միշտ մեր մեջ կա մի հոգի, որը երբեք չի ծերանում, ամեն Աստծո հոգին, Աստծո զորությունը երբեք չի ծերանում, սիրելիներ, դրա համար մենք թույլ տանք, որ Տիրոջ զորությունը մեր կյանքերի մեջ գործի։ Եսայիա մարգարեության 62-րդ գլխի 6-7 համարներն ասում է. Քո պարիսպների վրա, ով Երուսաղեմ, պահապաններ եմ դրել, նրանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնավ պիտի չլռեն, դուք ով Տիրոջ հիշողներ մի լռեք, ամեն, որ Աստված երբ որ ինքը պահապաններ է դնում եւ ինքը միշտ շարժ է դնում, միշտ ինքը արթուն է պահում, միշտ ինքը այդ վերահսկումը անում է, մեզ էլ այդ հրամանը մենք ունենք, որ մենք իրավունք չունենք ոչ լռելու, ոչ դադարելու, հոգևոր դաշտը թոշակի չի ուղարկում, ամեն, հոգևոր դաշտը մինչև քո վերջին շուրջը դու կռիվ ու պատերազմ ունես, հոգևոր դաշտում դու պիտի շարունակես ճեղքող լինել, գիտեք, ես Աստծո մարդկանց եմ հանդիպել, կապ չունի 80 տարեկան է, 90 տարեկան է, բայց Աստծո կրակը նրա կյանքում գործում է, Աստծո զորությունը գործում է, գիտեք, թշնամին տարիք չի ճանաչում եւ Աստված էլ ուզում է, որ մենք բոլորս ոչ թե մենք տարիքին համահունչ շարժվենք, այլ մենք
շարժվենք Աստծո խոսքին համահունչ։ Մենք շարժվենք եւ ասենք Տեր, դու իմ զորությունն ես, դու իմ հաղթությունն ես, դու իմ ուժն ու կարողությունն ես, ու ես պիտի ապավինեմ քեզ ամեն ժամանակ սիրելիներ։ Ամեն։ Մենք մեր եկեղեցիների եւ ընտանիքների հսկողներն ենք Սուրբ Հոգու միջոցով։ Եթե դու որպես ընտանիքի, չգիտեմ, մայր, հայր, հատկապես հայրերը, որ գլուխ են, հատկապես տղամարդիկ, որ գլուխ են, եթե դու խախտում ես ինչ-որ մի բաներ եւ քո ճիշտ ու իշխանական դիրքի մեջ չես լինում, ապա քո ընտանիքը խոցելի է լինում։ Ապա քո ընտանիքի միգուցե պաշտպանությունը կորում է։ Գիտեք, մի քիչ իմ հոգեվոր այդ զգայարանները, հոտառությունը շատ եմ թույլ տվել, որ Տերը զարգացրել, բայց էլի շատ տեղ ունեմ։ Ես միգուցե գնամ ծառայության, միտեղ գնամ ու գամ, մտնեմ տուն ու ասեմ, «Էսով ա եկել մեր տուն»։ Մի անգամից զգամ, ով է իմ սենյակ մտել, ես այդ կարող եմ զգալ մի անգամից, գիտեք սենը, որովհետև հոգևոր դաշտը ունի հոտառություն, հոգևոր դաշտը ունի զգայարաններ, զանազանության հոգի, եւ մենք պետք է հասկանանք, մենք ում ենք ընդհանրապես թույլ տալիս, ում ենք թույլ տալիս մեր սահմանը հատելու, ում ենք թույլ տալիս մեր տարածքը մտնելու, կամ ես ուր եմ գնում, եթե Սուրբ Հոգին ինձ չի առաջնորդում, ապա ես այդտեղ իրավունք չունեմ մտնելու։ Տարիներ առաջ, երբ որ ես ու Աշոտը գնացինք Աբխազիա, այնտեղ իմ աղջիկները ապրում եւ իր երկրորդ երեխային էր ունենում, գնացինք, որպեսզի նպատակը սա էր։ Մի ամիս մնամ, օգնեմ եւ վերադառնամ տուն։ Բայց երբ որ այնտեղ գնացինք, բնականաբար իրենք եկեղեցի էին գնում, կար հոգեվոր ընտանիք, գնացինք եկեղեցի ծառայության եւ իրանց առաջնորդը եւ փառաբանության ավակը, երբ որ եկան այցելության, հոգուս մեջ ինչ-որ բաներ զգացի, իրենց ասեցի եւ իրանք զգացին, որ մեր հոգեվոր կարգավիճակը։ Եվ մի օր եկավ ասեց, նախ եկել եմ, որ դու ինձ ծառայես, գիտեք, ինքը բավականին ինձանից տարիքով էր, շատ լավ հոգեվոր անձնավորություն էր, բավականին խորը խոսք ուներ իր ներսում, բայց այնքան խոնարհ էր։ Եկավ եւ ուզեց, որ ես իրան ծառայեմ։ Երբ որ ես իրան ծառայեցի, հետո խնդրեց, որ միասին գնանք մի այցելության, մի կնոջ համար աղոթելու։ Թեև ես տանից համարյա դուրս չէի գալի երեխայի պատճառով, բայց համաձայնվեցի։ Գնացինք երեքով, ես, Աշոտը եւ ինքը։ Երբ որ գնացինք, այդ կինը երիտասարդ կին էր, քաղցկեղով հիվանդ, ինքը չզգացել իրանց տունը, ով է եկել, ինչ է կատարվում, շատ ծանր իրավիճակում էր։ Ամուսինը ապաշխարած աբխազ էր, Քրիստոսին ընդունած։ Հենց որ մտանք ներս, Աշոտին ասեցի, Աշոտ էս տունը թուղթուգրերով լիքն է, անեծքով լիքն է։ Ու ես նստած միայն աղոթում էի։ Եվ իր նպատակն էր մկրտվելը, հարցեր էր տալիս եւ այլն, ու Տիրոջ հոգին միանգամից իջավ իմ վրա, ու ես իր դեմ մի պայման դրեցի։ Երբ որ ինքը ասեց աղոթեք իմ կնոջ համար, ասի լսի, քո տունը լիքը թուղթուգիր կա, ասեց գիտեմ։ Ասեք, ինչ ես անում դրա հետ, ու կանչել ես մեզ, որ մենք աղոթենք։ Ասեց, ես չեմ կարող հրաժարվել այն աղբյուրից, որից սնվում եմ։ Ինձ ձոքանչը պետության կողմից գրանցված կախարդ է, եւ ինքը ամեն անգամ բերում է այդ թուղթուգրերը, դնում է, այդ անեծքը արվում է, ինքը 6 երեխա է ունեցել, որից 5-ը մահացել են, սա վերջինն է, 6-րդն է եւ մահամերձ է։ Եվ ես շատ հստակ իրան ասեցի, լսի քեզ ինչ եմ ասում։ Երկրորդ օրինաց 28-րդ գլուխը շատ պարզ մեզ ասում է. լսիր ու հնազանդվիր, ամեն։ Ասում է, եթե դու լսես ու հնազանդվես Եհովա Աստծո ձայնին, ես քեզ կօրհնեմ, քո տունը, քո կողովը, քո տաշտը, քո ունեցվածքը, քո որովայնի պտուղը, ամեն բան կօրհնեմ։ Բայց եթե չես շարունակում անեծքները, ասեցի, եթե դու այսօր ապաշխարես ու ընդունես, որ դա սխալ է եւ հրաժարվես այդ սխալ աղբյուրներից, ես կաղոթեմ քո կնոջ համար, եթե ոչ չեմ աղոթի։ Ինքը սկսեց մանիպուլացնել ինձ։ Ինչա դու կթողես այս կինը, այս ծանր, այս վիճակում մեռնի, ասի այո։ Ասեց այդ ոնց, ասեցի ես Աստված չեմ։ Ես Աստծոց առավել չեմ կարող սիրել ու ցավել եւ Աստված անգամ ինքը ունի պայման, դարձի ինձ ես կդառնամ քեզ, խնդրի կտրվի, բախի կբացվի, ապաշխարի եւ կնորոգվես։ Երբ որ ես սա ասեցի, ինքը հրաժարվում էր։ Մենք երկուսով ես Աշոտին հայերենով ասեցի, չաղոթես իրանց համար։ Հովիվը, քանի որ իրաց տարածքն էր, սկսեց աղոթել, ասի ուղղակի արի մենք պաշտպանություն խոսանք այս մարդու վրա, ընդամենը այդքանը։ Երբ որ իրանց տանից դուրս եկան, ես իմ ոտքերը թափ տվեցի իրանց դրան դեմ ու ներքև իջան։
Ինչ չէր հետաքրքրում ինքը ինչ էր մտածում, ինչ էր անում, ինքը իր տան պարիսպները քանդել էր, ինքը այդ դուռը բացել էր, ինքը թույլ էր տվել, որ կախարդությունը մուտք գործի իր ընտանիք սիրելիներ, մենք շատ անգամ անգիտակցաբար, թե գիտակցաբար թույլ ենք տալի դիվային ներգործություններ, կախարդություններ, անաստվածային որոշ բաներ մուտք գործի մեր կյանքերի մեջ եւ հետո մենք ասում ենք ուզում ենք ազատ լինել, որովհետեւ մենք ազատ լինենք, մենք կարիք ունենք շատ բաներից հրաժարվելու, մենք կարիք ունենք մեր առաջ հստակ պայմաններ դնելու եւ այդ պայմաններին հետևելու, Աստծո խոսքին հնազանդվելու, եթե ես չեմ հնազանդվեմ, եթե ես չապաշխարեմ, եթե ես թույլ չտամ Աստծո խոսքը իմ կյանքի մեջ լինի ամենաբերին սանդղակի վրա, ապա իմ կյանքում չի կարող այդ օրհնությունները լիարժեք լինել, ամեն։ Եթե դու ուզում ես աճել, եթե դու ուզում ես փոխվել, եթե դու ուզում ես հոգևոր պարգևները, օծությունը, զորությունը վաստակել, ունենալ, իշխանություն, դու լինես ազդեցիկ մարդ հոգևոր աշխարհում, քո խոսքը իշխանություն ունենա, դեպերը հնազանդվեն, ապա դու կարիք ունես քո կյանքից էտելու, պոկելու շատ բաներ եւ առաջ շարժվելու մտնելու հոգևոր դաշտի, այն տեղը, որտեղ դու մշտապես պատերազմող ես, ամեն սիրելիներ, թույլ տանք, որ սա տեղի ունենա սիրելիներ, եւ մենք իսկապես այն հսկողներն ենք, որ Տերը մեզ դրել է, մեր ընտանիքների, մեր եկեղեցիների մեջ, եւ հսկողությունը կորում է, պարիսպները քանդվում են, կռապաշտությունն առաջ գալիս, ինչպես Մովսեսի ժամանակ, Մովսեսը ուշացավ, Ահորոնը ինչ արեց, թուլացավ եւ չկարողացավ ժողովրդին վերահսկել։ Գիտեք, բաներ կան, որ իրանք զիջման ենթակա չեն, ամեն։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, զիջելու, բաց թողելու բաներ, որոնք կարան անեծք բերել, կռապաշտություն բերել, խնդիրներ բերել մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքների մեջ։ Այսօր մենք մեր տան համար ամեն մեկը պատասխանատու ենք, ամեն, եւ կանգնենք մեր հոգեվոր կյանք, անգամ դու քո այս տան, այս տաճարի համար ես պատասխանատու։ Գիտես ինչու, որտեղ գրված է, որ դու Աստծո տաճար ես, գրված է, որ դու Սուրբ Հոգու տաճար ես, եւ դու այդ տաճարի համար պատասխանատու ես ու մի օր հաշիվ պիտի տաս Տիրոջը, ինչ ես արել այդ տաճարի հետ, ոնց ես վարվել, ինչքանով ես այդ տաճարին դու խնամել, ինչքանով ես այդ տաճարը դու ճիշտ օգտագործել, եթե քեզ թվում է, որ քո իրավունքն է, ինչպես շատ կա, չէ, պատանի կամ երեխեքին, որ ասում ես, ասում է, ես գիտեմ իմ մարմինը, ես գիտեմ, ես ոնց կուզեմ այդպես կանեմ, սերներ մենք այդպես չենք կարող։ Մենք այդպես չենք կարող, որտեղ մենք պատասխանատու ենք, ամեն։ Թույլ տանք, որ Տիրոջ զորությունը մեր կյանքերի մեջ ավելանա։ Եթե դու ուզում ես ճեղքող անձնավորություն լինել, եթե դու ուզում ես ազդեցիկ անձնավորություն լինել, եթե դու ուզում ես լինել մեկը, որ հոգևոր աշխարհում ճանաչված լինես, ապա պիտի սկսես քեզ վրա աշխատել։ Ապա պիտի սկսես չբավարարվել եղածով, չբավարարվել այն կարգավիճակով, որի մեջ հիմա կաս։ Միգուցե լավ է, գոհացնող է, բայց մի համաձայնվի մնալ նույն վիճակով, մյուս տարի, մեկ տարի հետո մի մնալ նույն հոգևոր վիճակում, ոնց որ եղել ես մի տարի առաջ, ամեն, դու քո առաջ դիր ծրագիր, դու քո առաջ դիր պայման, միշտ մենք աշակերտ ենք, միշտ մենք սովորելու կարիք ունենք, այդպես է թե այդպես չի, մենք բոլորս կարիք ունենք սովորելու, աճելու, լսելու, հնազանդվելու, խոնարհվելու, ամեն, երբ որ դու խոնարհվես, Տերը կբարձրացնի, երբ որ դու հնազանդվես, Աստված քեզ կզորացնի, երբ որ դու կարողանաս ամեն անգամ փնտրել Աստծո գերագույն խոսքի զորությունները դու կգտնես եւ Աստված քո կյանքում կսկսի յուրովի գործել, ամեն, եւ այդ ժամանակ դու կտեսնես Աստծո այն կենտրոնի զորությունը, որը ինքը մշտապես գործում է։ Եկեք նայենք Առակաց գլխի 18-րդ գլխի 10-ից 12 համարները, որտեղ այսպես է ասում խոսքը։ Ամուր աշտարակ է Տիրոջ անունը նրա մեջ, ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։ Ամեն սիրելիներ, հարուստից ստացվածքը իր ամուր քաղաքն է եւ բարձր պարիսպի նման է նրա երևակայությունները։ Կործանումից առաջ հպարտանում է մարդի սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը։ Երբ որ մենք խոնարհվում ենք, երբ որ մենք հնազանդվում ենք, Աստծո զորությունը գալիս է եւ ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը։
ամեն միշտ մեր ապահովությունը, պաշտպանությունը ծածկոցը Տիրոջ ներկայության մեջ է, ամեն Տիրոջ ներկայության մեջ է սիրելիներ, ոչ մի մարդ, ոչ մի, չգիտեմ, հեղինակություն, անց, վերջի վերջո ինքը մարդը, մենք իր վրա իրավունք չունենք ապավինություն ունենալու, մեր ապավինությունը Տիրոջ վրա է եւ նրա մեջ է, ու երբ որ մենք հնազանդվում ենք, երբ որ մենք խոնարհվում ենք, երբ որ մենք հանձնվում ենք Տիրոջ կատարյալ ձեռքերի մեջ, այն ժամանակ մենք տեսնում ենք նրա փառքի մեծությունը։ Սիրելիներ, եթե ինչ-որ բաներ մեր կյանքերի մեջ իսկապես քանդվել է, միգուցե քո աղոթքի կյանքն է քանդվել, նա պարիս, աղոթքը դա պարիս պա քեզ համար, միգուցե դա է քանդվել, վերականգնիր, միգուցե քո հավատքի զորությունն է քանդել, մի ժամանակ կար դու կարող ես հավատալ, որ ձեռքը դնես, չգիտեմ, խոտրած ոսկորը պիտի բժշկվի, բայց այսօր ես կարող եմ հավատալ, որ մի հատ գրիպը կանցնի։ Չգիտեմ, ինչ մակարդակի մեջ ես այսօր վերականգնիր ամեն, ինչը որ քանդվել է, միգուցե քո հավատարմությունն է կորել, քո խոնարհությունն է կորել, ինչ որ մի բան քանդվել է, այսօր կանգնիր ու վերականգնիր, ու թույլ մի տուր, որ դրանք քո կյանքում խթան հանդիսանան, բաց դուռ հանդիսանան, միտեղ որտեղ իր թշնամին կկարողանա մուտք գործել, ճեղք լինի, նրան ընդամենը ճեղք հատեք, որ ներխուժի մեր կյանքերի մեջ։ Գիտեք, եթե ինքը կարա մի հատ բառից կարճի եւ դա բաց դուռ համարելով մտնի մեր կյանքերի մեջ ավերումներ բերի, այլ որքան առավել, որ ինքը կարա մեր կյանքերի այդ կարևոր կետերը, որոնք մենք գիտեք, միգուցե արխային լինելով բաց թողենք ու ավերումներ կան, բարիստները քանդվեն, թույլ տանք այսօր, որ Տերը նորից մուտք ունենա մեր կյանքերի մեջ։ Երբեմն մեր երեխեքը կատակի ու մորի են վերածում բաներ, վստահ եմ, որ բոլորի տներում էլ այդպես է, երբ որ երիտասարդներ կան, երբ որ ծառայություն եմ անում, հատկապես ազատագրության ծառայություն, վերջում գնում եմ ճանապարհելուց հետո դռները բացում եմ, աղոթում եմ, մաքրում, սրբում եմ, չգիտեմ, Տիրոջ ներկայությունն եմ հրավիրում, իհարկե այդ ամեն ինչը իրանք լուրջ հասկանում են, բայց մեկ կատակի տալով սկսում են ամեն անկյունը, չգիտեմ, մաքրում է, սրբում է, գիտեք, մենք իրավունք չունենք մի բան, մի տեղ ճեղք թողելու ամեն։ Եթե ես ընդհանրապես ես մի բնավորություն ունեմ, անգամ մեր դրսի դարպասը, երբ որ բաց է լինում, ես չեմ սիրում։ Այսինքն բաց ասելով ոչ թե բանալիով, այլ լրիվ բաց, սիրում եմ ծածկած լինի։ Երբ որ բաց է, ես թվում է, ինչ ասես կարա տեղից մտնի, ով ասես կարա մտնի, եւ դու ուշադիր ես չլինես, նույնը մեր հոգեվոր կյանքի դարպասներն են սիրելիներ։ Մենք այսօր կարիք ունենք փակելու եւ թույլ չտալու, որ անօրենը որևէ մի բան Այսօր կարող է քո ուրախությունն է քանդվել, քո սերն է կորել, ինչ ես անում ես ամեն ինչի հետ, համակերպվել ես, հաշտվել ես, այդպես շարունակում ես ապրել, թե դու կռիվ ես տալի դրա համար, թե դու պայքարում ես դրա համար, թե դու ճեղքում ես դրա համար, թե դու իսկապես պատերազմում ես դրա համար, մի համաձայնվի սիրելիս եւ շարունակի Տիրոջ մեջ առաջ շարժվել, ամեն։ Երբ որ մեր ապավինությունն է փոխվում սիրելիներ, Աստծուց մեր ապավինությունը գնում է, ու մենք սկսում ենք արդեն մարդկանց վրա կամ չգիտեմ, գիտեք, Աստված ամեն մարդու իրավիճակ, ինչ-որ մի բան օգտագործում է իր զավակների հավատքի համար իր բարին, բայց երբ որ մենք այս ամեն ինչը բաց ենք թողնում, սկսում ենք մեր ապավինությունը շեղել ապակործանում ագալի սիրելիներ։ Դրա համար մենք իրավունք չունենք ու մենք պետք է սթափ լինենք, արթուն լինենք, ամեն ժամանակ կարողանանք վերահսկել այն ամենը, ինչ որ Աստված մեր կյանքերում դրել է։ Եկեք նայենք առաջին Պետրոսի թուղթը եւ տեսնենք ինչ ասում է այստեղ խոսքը, առաջին Պետրոսի 5-րդ գլուխ եւ 8-9-րդ համարները, որտեղում այսպես է ասում խոսքը. Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն են, որ աշխարհի մեջ են, նույն չարչարությունն են քաշում։ Ամեն
Այո, բացառված չի, որ չարչարանքը կա, դժվարությունը կա, խնդիրը կա, բայց ինչ ասում եմ, դու արթուն մնա, մի թռի, մի քնի, մի թուլացի, մի պարտվի, մի հանձնվի, թույլ մի տուր, որ դա քո կյանքում տեղի ունենա եւ քո հսկումը թող միշտ լինի, ամեն, թող որ դա քո կյանքում տեղի ունենա եւ դու կարողանաս այդ հսկումը անել։ Գիտեք, հսկում բառը հունարենից թարգմանված նշանակում է ուշադիր եղիր, լուրջ եղիր, լուրջ վերաբերվիր, սա է նշանակում, եւ հսկում բառը հունարենում անվանվում է Գրիգորիո։ Շատ հետաքրքիր է, այս անունը կրողին այն ժամանակներում կանչում էին այն ժամանակ, երբ ինչ որ մեկը ցանկանում էր ներխուժել ներս տարածքից վնաս հասցնելու համար, եւ այս անձը բերում էր խումբ, ովքեր ամրացնում էին պարիսպները եւ թշնամուն դուրս էին հրավիրում, դուրս էին նետում, եւ Պետրոսը հուշում է, որ հսկում անենք եւ պարիսպները ամրացնենք, եւ սա ոնց է աղոթքներով, թիմով, Աստծո խոսքը ասում է միաբանության մեջ զորություն կա, երբ որ կանգնում ենք միաբանության մեջ, երբ որ մենք միավորվում ենք մի քանի հոգի, ինչ որ մի բանի առաջ թշնամին մուտք է ուզում գործի եւ թալանի, բայց երբ որ Գրիգորիան, որը պատասխանատուն էր լուրջ կանգնելու, հսկում անելու, արթուն մնալու, հավաքում էր թիմը ու կանգնում էր, այդ թշնամուն դուրս էին նետում այդ պարիսպներից։ Այսօր մենք էլ այս ձևով կանենք, եթե քո ուժը պակաս է, կանգնիր այն մարդկանց հետ, ովքեր աղոթքի զորություն ունեն, կանգնիր այն մարդկանց հետ, ովքեր հավատքի զորություն ունեն, կանգնիր դուրս հրավիրիր քո կյանքից այն բոլոր թալանները, որը թշնամին փորձել է բերել քո կյանքի մեջ, ամեն սիրելիներ, եւ ամրացրու քո պարիսպները, ամրացրու, խնդրիր, աղոթող եւ համապատասխան մարդկանց քեզ հետ միասին խումբ կազմեն եւ պարիսպ կառուցեն Սուրբ Հոգու միջոցով, ամրացրու քո կյանքը եւ թույլ տուր, որ Տերը իսկապես նորովի գործի քո կյանքի մեջ։ Սիրելիս, մի հաշտվիր, գիտեք ինչքան եմ հանդիպել մարդկանց, ովքեր հաշտվել են խնդիրել, հաշտվել պարտության պայմանագիր կնքած այդպես գնացել են, բայց հոգևոր է, բայց քրիստոնյա է, բայց եկեղեցի է գալի, բայց պարտված քրիստոնյա է։ Այս սատանան ուրախանում է այս ամեն ինչը, ոչինչ, որ եկեղեցի է գալի, ոչինչ, որ կարա Կիրակի շարքերում նստած լինի, կարևորը իրար արսում ինքը արդեն պարտված է։ Սա է կարևորը, բայց մենք չենք ուզում լինել պարտված քրիստոնյաներ, ամեն, մենք չենք ուզում լինել մեկերը, որ թշնամին ուրախանա, ասի սա խեղճ է, սա թույլ է, սա տկար է, սա պարտված է, սա վնասակար չի։ Վնասակար չի։ Բազմաթիվ ծառայությունների մեջ, հատկապես ազատագրության ծառայությունների մեջ, երբ որ ծառայում եմ, ամեն անգամ բախվելով այդ դիվային զորությանը, որ հարց է տալիս թշնամուն, ինձ ճանաչում ես, իր պատասխանը միանշանակ է, այո, դու Աստծո աղջիկն ես, դու Աստծո դուստր ես, դու Աստծո ծառա ես, եւ ես հրամայում եմ, որ ինքը բաց թողի այդ տաճարը։ Գիտեք, սիրելիներ, իսկ եթե դու չունենաս այդ հաղթական զորությունը, ոչ միայն չես կարող քո դիմացինին օգնել, այլ ինքդ էլ կընկնես այդ հարձակումների տակ։ Բայց արդյոք մենք ուզում ենք լինել այդ պարտվածները, վստահ եմ, որ այստեղ մեկը չկա, որ ինքը կուզի լինի պարտված քրիստոնյա։ Պարզապես մեզ մի բան է պետք։ Այսօր մեր մտքերը լուսավորվեն։ Այսօր մեր ներսից արթնանա այդ մանչացող առյուծը։ Այսօր մեր ներսից բարձրանա այն հավատքի զորությունը, եւ այսօր մենք հասկանանք, թե Աստված մեզ ինչ գերագույն իշխանություն ա տվել։ Թե Աստված մեզ այսօր իր խոսքի զորությունն ա տվել։ Սիրելիներ, երբեմն երբ որ ես ավելի ու ավելի եմ խորանում այս ամեն ինչի վրա ու հասկանում եմ իր խոսքի այն մեծ զորությունը, բազմաթիվ անգամներ եղել է Աշոտին ասել եմ, ես իմ արած աղոթքներից վախենում եմ։ Գիտեք ինչի, որտեղ արել եմ ու կատարվել է, ասել եմ ու կատարվել է, եւ զգուշավոր եմ եղել այս ամեն ինչի մեջ, որովհետեւ Տերը պատրաստ սպասում է քո բերանից դուրս եկած ամեն մի հռչակումին, ամեն մի խոսքին, ամեն մի բառին, որ դա դառնա իրականություն։ Այդ խոսքը կենթանություն է առնում, կյանք է առնում, ի գործ է դրվում եւ ինքը սկսում է գործել, սիրելիներ։ Աստված քեզ տվել է դա, ու դու մի մտածիր, թե դա քո բաժինը չի, միայն, չգիտեմ, ծառայողների բաժինն է, այս մեկի բաժինն է, այն մեկի բաժինն է, Աստված բոլորիս է տվել այս իշխանությունը, ամեն, իհարկե ամեն բան իմաստությունով, զգուշավորությունով, Տիրոջը ապավինելով,
Եվ միշտ առաջնորդներին հաշվետու լինելով, սա շատ կարևոր կետ է, բայց միևնույն ժամանակ անվախ լինելով, որ ես ունեմ այդ համապատասխանատվությունը, ամեն։ Եվ տեսեք, Առակաց 25-28-ը այսպես է ասում, սիրելիներ, ասում է, քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր հոգին։ Երբ որ մենք այդ ամեն ինչի մեջ ունենալով հանդերձ խոնարհություն չունենք, հնազանդություն չունենք, չգիտեմ, այդ ամենը չունենք, մենք միգուցե թույլ տանք, որ մեր կյանքերի մեջ այդ պարիսպները քանդվեն։ Բայց երբ որ մենք ճիշտ ընթացակարգի մեջ լինենք, Աստված մեր հետ է, Աստված մեր զորությունն է ու մեր հաղթությունն է, ամեն, եւ Տերը տալիս է այդ հաղթությունը մեզ։ Սիրելիներ, հարաբերություն խզելը, չգիտեմ, լեզուն չզսպելը, սխալ քայլեր անելը, սա Տիրոջ կամքը չի, Տիրոջ ծրագիրը չի, այլ մենք ամեն ինչի մեջ, ինչպես Աստծո խոսքն է ասում, ամեն բան քննեք, բարենամուր բռնեք, որպեսզի Տիրոջ կամքը մենք կարողանանք ճանաչել, ամեն, զգուշավորության, պակասության պատճառով բացվում են դռներ, թշնամին սկսում է ներխուժել ներս, իսկ որպեսզի փակվեն այդ դռները, պետք է մենք կարողանանք իսկապես վերահսկել մեր կյանքերը, ապաշխարել, որտեղ ապաշխարությունը պետք է ուղեկցվի գործողություններով, սիրելիներ։ Մենք կարողանանք սա անել մեր կյանքի մեջ։ Մենք կարողանանք իսկապես, այո, Տեր, սխալվեցի, այո, Տեր, ընկա։ Աստծո խոսքը ասում է, արդարը 7 անգամ ընկնի պիտի կանգնի, բայց երբ որ ես թուլացա, դա չի նշանակում պիտի մնամ այդ կարգավիճակի մեջ, ես պիտի նորից վեր կենամ, շորերս թափեմ առաջ շարժվեմ։ Նորից ես պիտի իմ հայացքը դեպի երկինք բարձրացնեմ, որպեսզի իմ կյանքի պարիսպները կառուցվեն նորից ու նորից, ամեն։ Չվախենանք ոչ մի բանից, սիրելիներ, մարդկային ոչ մի բանից մենք չվախենանք, այլ մենք միշտ Տիրոջ երկուսը վախը ունենանք եւ իրան վստահենք, իրան ապավինենք ու կտեսնենք, թե Աստված իր ձևով կգործի մեր կյանքերի մեջ։ Իսկապես, սիրելիս, այսօր թույլ տուր մուտք գործի քո կյանքի մեջ։ Այսօր թույլ տուր, որ Տերը քեզ իսկապես քեզ համար բացի, դու հոգևոր որ սանդղակի վրա ես գտնվում, ինչ աստիճանի վրա ես գտնվում, ինչքանից ես բավարարվում, արդյոք քո հոգևոր ախորժակը մեծ է եւ դու ամեն անգամ շատն ես ուզում, ավելին ես ուզում։ Գիտեք, քանի որ ես ծառայում եմ ավելի շատ ազատագրության ծառայությունների մեջ, ես շատ եմ ուսումնասիրում այս թեմաները, ես շատ եմ նայում, ինձ շատ է հետաքրքրում եւ շատ անգամներ էլ այս բախումները ունենում եմ դիվային աշխարհի հետ, բայց գիտեք, Աստված երբ որ տեսնում է այդ հավատարմությունը, այդ հավատքը, այդ վստահությունը, որտեղ ես ընդհանրապես գործիք եմ, անողը Տերն է, եւ ոչինչ ինձանից չկա, միայն Տերն է, պարզապես հնազանդությունն է, որ օգնում է, որպեսզի դու դրա մեջ առաջ շարժվես, սիրելիս։ Բազմաթիվ անգամներ տեսել եմ, ամեն անգամ, երբ որ նման միակ իրավիճակի մեջ պիտի գնամ ու տեսնում եմ ավելումներ, քանդված վիճակներ, հոգևոր ընտանիքներ, չգիտեմ, այնպիսի խնդիրներ, դիվահարություն, տարբեր իրավիճակներ, ժառանգական խնդիրներ, եւ մարդիկ համակերպված ապրում են, վերջերս մի ընտանիքի ծառայեցի, ընդամենը մի շաբաթ առաջ, 1-2 շաբաթ իրենք եկան այցելեցին, ծառայեցի, սիրելիներ, բայց իրանք համակերպված, ամբողջ իրանք սերունդի տղաների տղամարդկանց վրա անեծք, կամ մտավոր հետամնացություններ, կամ չխոսել էր, կամ անաշխատունակություն էր, եւ նրանք համաձայնվային, բայց իրանք ծառաներ էին, ուրիշ երկրում, ուրիշ քաղաքում ծառայություն են անում, եւ ես ասում եմ, ոնց եք դուք համաձայնվել, ոնց եք դուք թույլ տվել, ոնց եք դուք համակերպվել այս իրավիճակի մեջ, դու քո սերունդի պատասխանատուն ես, ամեն, մենք մեր սերունդների պատասխանատուն ենք, մենք մեր թորներ, գիտեք, շատ է լինում, որ ես կանգնում եմ 6 թորնիկ ունենք, ես ասում եմ, Տեր, ես իմ 6 թորնիկների վրա արձակում եմ այն հոգևոր իշխանության ժառանգությունը, որը դու տվել ես մեզ, որը դու տվել ես, ես արձակում եմ, նրանք պիտի հասկանան, նրանք պիտի տեսնեն, նրանք պիտի ճաշակեն, նրանք պիտի ճեղքողներ լինեն, ես իմ սերունդների վրայից պարտությունը ուղղակի քշում եմ Հիսուսի անունով,
Սերներ ոչ միայն մեր, այլև մեր սերունդների վրա։ Դրա համար այսօր մենք կարիք ունենք ինքներս նախ կանգնելու, ինքներս նախ սթափվելու, ինքներս արթնանալու, ինքներս լուսավորվելու, մեր մտքերը լուսավորելու, հետո կմնելու այս ամեն ինչի համար։ Ամեն։ Գիտեք, շատ տարիներ է պետք եղել, որ ես հասկացել եմ, թե ես ինչ ժառանգություն ունեմ։ Ես ամուսնությունից հետո շատ տարիներ անց եմ իմացել, որ իմ մորական կողմը, ովքեր իրանք ապրել են Բեյրութ քաղաքում, իմ տատիկս, որը ինձ փոքր տարիքից իմից սերմանել է հավատքը, ինքը եղել է փառաբանության ավագ։ Իր հայրը եղել է արաբների մեջ հովիվ քարոզիչ ավետարանիչ։ Ու ես հասկացել եմ, թե պապիկը ինչ ժառանգություն ա թողել, ինչ հոգևոր բան ա թողել իմ կյանքի վրա։ Ես ու դու պատասխանատու ենք մեր սերունդների համար։ Այսօր ոչ միայն դու քո համար պիտի մտածես, ինչպես ենք մենք մեր ազգը, հատկապես հայ ազգը, ինքը ինչ է անում, ինքը տուն ու տեղ ա դնում, ամեն ինչ անում, ժառանգություն ա թողնում, ու իր երեխեքի համար ինչ որ մի բաներ լինի։ Սիրներ, այդ ամեն ինչից առավել, որը մի օր կրակը պիտի լափի տանի, որը իսկապես կոչնչանա, մենք այն հոգևոր ժառանգություն թողենք։ Ամեն հոգևոր ժառանգություն թողենք եւ կամենանք այսօր այդ պարիսպների համար։ Երկու տեղեր կասեմ եւ կաղոթենք սիրելներ, բայց ուզում եմ, որ ավելի սթափ լինենք, ավելի այսօր թույլ տանք, որ մեր ներսում մարտնությունը գա, որ մեր ներսում Աստծո զորությունը գա, որ մեր ներսում մենք հասկանանք, որ մենք թույլ չենք, տկար չենք, պարտված չենք, կանչված չենք պարտություն կրելու համար, մենք կանչված ենք հաղթություն կրելու համար, ամեն, եւ անկախ նրանից քո միտքը քեզ ինչ է ասում, քո հոգևոր կյանքը այս պահին քեզ ինչ է ասում, դու հավատքով վերցրու Աստծո խոստումները, վերցրու կանգնի, վերցրու առաջ շարժվի, ամեն, որպես սայը, որ քեզ կտա այս զորությունը ճեղքելու եւ առաջ գնալու։ Թույլ տանք այսօր, որ դա տեղի ունենա մեր կյանքերի մեջ սիրելիներ։ Ես հոգուս մեջ հիմա մի բան եմ զգում, խեղճություն, չգիտեմ, պարտված իրավիճակ ոմանց կյանքերի մեջ, ուրախության կորուստ, թալան, սիրելիս ինչի ես համաձայնվել, որ քո ուրախությունը թալանվի։ Ես մի բան կարող եմ ասել, ոչ մի բան, ոչ մի մարդ, ոչ մի իրավիճակ արժանի չի, որ դու քո այդ արժեքները կորցնես։ Ոչ մի բան, դու ճեղքող ես, դու հաղթող ես, դու ունես Աստծո խոսքը, դու զորավոր ես, քո զորացնող Քրիստոսը, դու զորավոր ես, եւ այդ խոստումները վերցրու առաջ գնա, այսօր հետ վերցրու, պարիսպները նորից կառուցի, այո, թող թշնամու պարիսպները քանդվեն, թող թշնամու բանակը նահանջի, բայց Աստծո բանակը թող կանգնի կողմեն, եւ դու կանգնի նրա հետ պատերազմելու, պայքարելու եւ առաջ շարժվելու համար, ամեն։ Թույլ տուր, որ այսօր Աստված քո կյանքում վերականգնում բերի, վերակառուցում բերի, նորոգություն բերի, թարմություն բերի, նոր յուղ բերի, նոր ուրախություն բերի, դա քո բաժինն է։ Մի նայի ոչ քո տկարություններին, ոչ մի բանի, մի նայի, գիտեք սատանան ինչ անում, ինքը քեզ խաբում է, խայծ է տալիս, ուղղակի մի բան տալիս, դու էդի կուլ տալով ընդունում ես իր սուտը ու մնում ես դրա մեջ, որն է դրանցից մեկը, օրինակ, դե դու բուժող ես, որ դու տենց զորավոր ես, ինքդ քեզ բուժի, Հիսուսին ինչ էր ասում, եթե դու Աստծո որդի ես, չէ, հրամայի թող ես քարերը հաց դառնան, եթե դու տենց հավատացյալ մարդ ես, դե աղոթի թող ես խնդիրը անցնի, գիտեք որն է քո պատասխանը, քո տեղը դժոխքում է, դու գնա քո գործերով զբաղվի, ես Աստված ունեմ եւ իմ հաղթությունը իմ Տիրոջից է, ամեն, թեև տկար եմ, թեև մարմնով տկար եմ, բայց իմ հոգին զորավոր է, բայց իմ հոգին արթուն է, բայց իմ հոգին սթափ է, ոչինչ ինձ պետք է չկանգնեցնի ոչ մի բանի առաջ, ամեն, ես գիտեք կարող եմ շատ համարձակ վստահ ասել, քանի անգամներ է սատանան ուզեցել ինձ սպանել ուղղակի, բառացիորեն սպանել, բայց ամեն անգամ կանգնել եմ ու ասել եմ, Տեր դու իմ ուժն ես, Տեր դու իմ հաղթությունն ես, Տեր դու իմ զորությունն ես, ու ես պիտի շարժվեմ, քանի ուժ ունեմ, քանի կարող եմ քայլել, քանի կարող եմ խոսել, քանի կարող եմ շարժվել, ես պիտի ծառայեմ քեզ Հիսուսի անունով։ Ամեն, այստեղ է մեր ուժը սիրելիներ, ոչ թե ուժը նրա մեջ է, որ լավ թող հրավոտից ցավը անցնի, կգնամ։ Թող մի հատ էս գլխիս միգրենը հեռանա, կկանեմ, թող հələ մի հատ չգիտեմ էս շատ թույլ իմունիտետ ունեմ, շուշուտ եմ հիվանդանում, դզվեմ աղոթքա ժողովների կգնամ, որ դն սատանայի սուտն է, սիրելիներ, գնա այն ժամանակ, երբ որ դու տկար ես, գնա ու կանգնու կտեսնես Աստծո հաղթությունը քո կյանքի մեջ, կտեսնես ու կճեղքես, ամեն։
Տեսեք, Հովհաննես ավետարանի 14-րդ գլխում կարդում ենք, որ շատ պարզ, հստակ սիրելիներ, որտեղում մենք մի հատ շատ զորավոր խոսք ունենք։ Հովհաննես 14-16-րդ խոսքը 16-րդ խոսքից 16-17 սա է ասում. Եվ ես հորը կաղաչեմ և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեր հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան և ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի։ Դուք գիտեք, որ բնագրում այս Սուրբ Հոգու խոսքը հենց այս 14-րդ համարից խոսում է և ասում է, որ ճշմարտության հոգին քո դատավորը, քո արդարացնողը։ Ամեն։ Դու մեկին ես, ինքը մեկին է ուղարկել քո կյանքի մեջ, ով քո անձնական դատավորն է, ով քո անձնական մխիթարիչն է, ով քո անձնական արդարացնողն է, եւ ինչի ես դու քո ականջը տալի թշնամու ստեղին, ընդունելով այն բոլոր սուտը եւ ընդունելով դե դու մեղավոր ես, մոռացար որ այդ բան փասեցիր, չգիտեմ դու մեղավոր ես, ես չեմ ասում որ մենք պիտի մեղքը արդարացնենք, կավլիցի յուրաքանչյուր մեղք ապաշխարության կարիք ունի առանց կրկնվելու հավանականության, բայց երբ որ մենք խաբվում ենք անօրենի կողմից, մենք ունենք մեկին, որը մեր հետ է, մինչև աշխարհի վերջը, եւ նա մեզ արդարացնողն է, մեզ սրբողն է, մեզ նորոգողն է, մեզ սովորեցնողն է, մեզ խաղաղություն ու ուրախություն պարգևողն է, ամեն թույլ տան, որ այդ ճշմարտության հոգին, որը աշխարհը չի կարող ընդունել ու ոչ էլ ճանաչել, բայց մենք որ ճանաչում ենք եւ ընդունում ենք, թույլ տանք, որ նա գործի մեր կյանքի մեջ եւ վերականգնվի մեր կյանքի պարիսպները, վերականգնվի մեր կյանքի ընթացքը, վերականգնվի մեր կյանքի գունը, մեր Սուրբ Հոգու ջրերը, որը Աստված տվել է մեզ առաջ շարժվելու եւ միշտ ռոռոկված լինելու համար սիրելիներ, թույլ տանք եւ ասենք Տեր, այսօր արի իմ կյանքի մեջ, արի եւ նորոգի, արի եւ փոխի, արի մտածելակերպը փոխի, արի նախ Տեր Աստված իմ միտքը նորոգի, հետո ինձ տար քո ճանապարհների մեջ Հիսուսի անունով։ Ամեն։ Եվ ի վերջո Տիտոսի գրքի 2-րդ գլխում կարդում ենք 11-րդ համարից, ասում է, որովհետև Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է ամեն մարդկանց համար։ Կարող ես ասել Տիրոջ շնորհքը ինձ համար փրկարար է, փրկարար է ամեն մարդկանց համար սիրելիներ։ Եվ որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարիշտությունը եւ աշխարհական ցանկությունները եւ խոհեմությամբ եւ արդարությամբ եւ աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհումը, սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որ իր անձը մեզ համար տվավ, որ մեզ ամեն անօրենությունից փրկե եւ սրբե իր համար հատուկ ժողովուրդ շինե, բարի գործերի նախանձավոր։ Ամեն սիրելիներ, սա է մեր հույսը, սա է մեր հաղթությունը, սա է մեր զորությունը, սա է որ մեզ տվել է այսօր Տերը Աստծո շնորհքը մեր կյանքի մեջ եկել է, որպեսզի մենք ոչ թե դատապարտյալներ լինենք, այլ արդարացվածներ լինենք, այլ ճեղքողներ լինենք, այլ հոգևոր աշխարհը ժառանգողներ լինենք։ Ամեն։ Գիտեք, եթե ես ու դու չժառանգենք այդ հոգևոր աշխարհը, ապա թշնամին կգրավի այդ աշխարհը եւ ինքը կսկսի տիրել, ինքը կսկսի ավելումներ անել, բայց Աստված մեզ տվել է այդ կարողությունն, այդ զենքը, որ մենք այսօր կանգնենք եւ գրավենք մեր տարածքները, գրավենք, մենք պատերազմենք եւ թշնամու ձեռքից հետ վերցնենք այն թալանվածները, այն կործանածները, այն ամեն ինչը, ինչ որ ինքը արել է մեր կյանքի մեջ։ Գիտեք, ես չեմ սիրում մի բան խոսել, եթե ես դրա մեջ չեմ ապրում։ Ես չեմ խոսում մի բան վկայել, ասել, եթե ես ինքս դրա մեջ չեմ անցել եւ այդ հաղթությունը չեմ ճաշակել։ Բազմաթիվ բաներ, որ ինքը ինձանից տարել էր։ Ես մի օր որոշումով կանգնեցի ուղակի, կանգնեցի ու ասեցի,
ես հետ եմ վերցնում, ես կողմնում եմ իմ ճիշտ դիրքի մեջ, և ես հետ եմ վերցնում իմ թալանած ուրախությունը, այն ինչ որ ինքը ինձանից տարել է, ես այսօր դրանք հետ եմ վերցնում ամեն, և այսօր դրանք ի գործ եմ դնում, որովհետև Աստված մեզ տվել է շատ զորավոր խոսք, ինչի է խոսքը ասում, որ Աստծո խոսքը երկծայրի սուր է, սիրելիներ, ինքը կտրում է աջ ու ձախ, պարզապես գիտեք մեզ ինչ ա պետք, մի հատ հայտնություն, ընդամենը հայտնություն, եթե մենք իմանանք, տեսել եք, չէ, առյուծի ձագեր կան, որ բերում են, տնային պայմաններում պահում են, կերակրում են, կաթ են տալի, մեծանում է, խաղում է, չգիտի որ ինքը առյուծ է, հերիք որ ինքը իմացավ ինքը առյուծ է, կհոշոտի այդ մարդկանց, բայց եթե դու հերիքա իմանաս ով ես դու Քրիստոսի մեջ, ինչ հոգի է քո մեջ բնակվում և Աստված ինչ զորություն է քեզ տվել, դու կկանգնես քո ճիշտ տեղում և դու կգրավես քո պարիսպները, քո սահմանները և ոչ միայն քո, այլ ուրիշներին էլ քեզ հետ կհանես, ամեն, եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։